Բարև ձեզ բարեկամներ, հակտիվին եթերում է և ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ մեզ հետ են մեր կողքին։ Եվ գիտեք, ամեն անգամ, երբ գալիս եմ տաղավար, անհամբեր սպասում եմ հյուրին, ինչպես եւ դուք, ով է հյուրը լինելու, որտեղ դրանից շատ բան է կախված։ Իսկ այսօր մեր ծրագրի հյուրը մի հրաշալի անձնավորություն է, իմ վաղեմի բարեկամներից մեկը, Հայաստանի ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավոր, քաղաքագետ, հանրային քաղաքական գործիչ Տարոն Սահակյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սահակյան, դե լավ ինչ պարոն Սահակյան, դու իմ վաղեմի ընկերն ես, Տարոն ջան, իրավիճակը տեսնում ես երկրում գնալով ավելի խճճվում, անհասկանալի դառնում։ Ես չգիտեմ, այս իրավիճակից միգուցե սկսենք, հետո փափուկ անցնենք միջազգային այսպես ասած հարթակում տիրող իրադարձությունները։ Շատ բարի, կարելի է բաժանել երկու մասի, նախընտրական եւ հետընտրական, թողնելով մի կողմ, ասենք 18 թվականից հետո իրադարձությունները, ես դենց էական տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ եթե մի բաներ մինչև մանդատները, երբ որ ընդդիմությունը վերցնել չվերցնելու հարցներ քննարկում եւ մի այլ բաներ, երբ որ արդեն մանդատները ընդդիմությունը վերցրեց։ Եվ ստեղ մի քանի դիտարկումներ կա, որ ուզում եմ ես ասեմ, իմ անձնական կարծիքը, եւ որ իմ կարծիքով հետագա ներքաղաքական զարգացումների վրա այս կամ այն չափով իր ազդեցությունը անպայման ունենալու է։ Օրինակ անհասկանալի էր ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ թեկտացիոն ընդդիմության կողմից ինձ համար անհասկանալի էր չառաջադրելու փաստը։ Ինչի չառաջադրվեց։ Եթե ընդդիմությունը առաջադրելու դեպքում համոզված լինելը որ չէր անցնելու, պարզ է։ Իշխանությունը այդ ռեսուրսը ուներ եւ այդ ռեսուրսով ինքը ապահովել էր, բայց ունենալու էր թեկտացիոն ունենալու էր, ասենք, կես ժամանոց ելույթ ունենալու հնարավորություն, դե քննարկումներ պետք է լինեին, չէ՞։ Երկրորդ դիտարկումը, որ արդեն մանդատները վերցնելուց հետո երկրում, ասենք, եւ երկրի շուրջ իրավիճակի հետ կապված հրատապ խնդիրներ կային, շատ հրատապ խնդիրներ կային, որը ընդդիմությունը կարար եւ պարտավոր էր, իսկ ցանկացած ընդդիմություն դա ձգտում է իշխանության, այսինքն ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, չէ՞։ Այո։ Եվ ինքը պետք է, ասենք, սկսեր իմ կարծիքով այնց օրենսդրական նախաձեռնություններից եւ առաջարկներից, որը իշխանության հետ ասենց գալով ընդհանուր հայտարարի կամ հակառակը իրեն տեսակետը առաջ տանելով ժողովրդին ցույց տար, որ թե ինչ ծրագրերով, ինչ գաղափարներով ապագայում եթե իրանք իշխանության գան եւ ինչ ռեալ փոփոխություններ կլինի երկրում։ Այսինքն, եթե մինչև մանդատները վերցնելը մարտավարությունը այն էր, որ իրան գալիս են իշխանության, որ ասենք գալիս են իշխանության, այս ներկայիս իշխանությանը հեռացնելու, որը ցանկացած ընդդիմություն այդ ռազմավարությունն է վերցնում, ցանկացած։ Դե ընդդիմություն չկա, որ ասում ես մասնակցում եմ ընտրություններին, որ պարտվեմ, չէ՞։ Եվ արդյունքներից ելնելով, երբ որ արդեն որոշումը կայացվեց մանդատները վերցնել, իմ կարծիքով ընդդիմությունը պարտավոր էր նայեր, թե ցանկացած հնարավորություն, այն էլ սահմանադրությամբ եւ օրենքով թույլատրելի, օգտագործեր իր ընտրողներին ապացուցելու, որ ինքը ռեալ գաղափարական ընդդիմություն է, ինչու՞ չէ նաև կառուցողական ընդդիմություն է, ես նկատի ունեմ մանդատները վերցնելուց հետո այն խոսույթը, թե իրանք իշխանությունը վերցնելու են, դա այնքան էլ ակտուալ չի, բայց մյուս կողմից էլ ապագա որպես իշխանություն, թե ինչ նոր խոսք ունեն ասելու։ Առայժմ այդ նոր խոսք ասած գաղափարական ընդդիմության մասով ես չեմ տեսնում։ Իսկ դա այնքան էլ ասենց ասած չասեմ խիստ վտանգավոր, բայց այնքան էլ երկրի առաջ ծառացած խնդիրները, որը կան, եւ ամեն աստծու օր փոխվում են,
Դա նշանակում է, որ գոյություն ունի սենց մի տեսակ թե ընդդիմության, թե իշխանության գործողությունների կամ ծրագրերի լճացում։ Օրինակ ասենք ռեալ փոփոխություն է կատարվել 3 օր, 4 օր, հատե մի շաբաթ կարելի ասել շրջանառության մեջ է, որ ձևավորվել է Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա ռազմաքաղաքական դաշինք։ Այն էլ հոգևոր կենտրոնում փաստաթուղթ է ստորագրվել, ըստ էության դա Թուրքիայի ռազմական պոտենցիալի, Սաուդյան Արաբիայի ֆինանսական միջոցների եւ Պակիստանի որպես միջուկային հովանոց ունեցող, միջուկային զենք ունեցող եւ նաեւ բանակ, այդպես մի հատ սոյուզ է ստեղծվել։ Միություն է ստեղծվել, որը ընդ որում դա ամբողջ մերձավոր արևելքում փոխում է իրավիճակը, ամբողջ իրավիճակը, բայց առայժմս կարծես թե իշխանության կողմից, թե ընդդիմության կողմից որևէ ռեալ արձագանք չկա։ Իմ կարծիքով եւ 18 թվականից հետո ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը, թե նախկին ընդդիմությունը, նկատի ունեմ մինչև 21 թվականից հետո եւ իմ կանխատեսումներն է նաեւ ներկայիս ձևավորված պարլամենտը, իշխանություն, ընդդիմություն մի հարցում միասնական են, դա որպեսզի չբացահայտվի հոկտեմբերի 27։ Մենք 27-ին կանրադառնանք, բայց մի հարց ունեմ կապված մեր ազգային ժողովի հետ եւ ասեմ, որ արդեն ձևավորվում են նաեւ հանձնաժողովները։ Նախագահի տեղակալները ընտրվեցին 3-ը, մենք տեսանք, թե ինչ սահուն անցան 3 տեխնացուների ընտրությունները։ Ձեզ բնորոշ անկեղծությամբ դուք ինչ սպասելիքներ ունեք այս խորհրդարանից 9-րդ գումարման նստաշրջանի։ Առայժմս մի կողմից շուտ է ասել, թե ինչ սպասելիքներ կա, որովհետև այն առաջի քայլերը, որը կատարվել է, ես իմ դիտարկումը ասեցի, ազգային ժողովի նախագահի տեխնացու չառաջադրելը, չօգտագործել այդ ամբիոնը, զուգահեռ ասենք Սաֆարովի մասին օրենքը շրջանառության մեջ դնելը, որը միգուցե ասենք ընդդիմության, ասենք մարտավարությունն է, այդ է իր մարտավարությունը, մի կողմից անհասկանալի է, բայց մյուս կողմից էլ նես տպավորություն է ստեղծվում, պարոն Մուշյան, որ տեսեք, մինչև ընտրությունները եւ հատկապես ընտրություններից հետո շատ լուրջ լարվածություն առաջացել եւ կարելի ասել զարգացումներն էլ դինամիկան եթե նայում ես հայ-ռուսական հարաբերության մեջ, բայց պարլամենտում ընդդիմություն, իշխանություն, այդ թե հանձնաժողովի նախագահների, թե տեղակալների, կարծես թե այնց փող շահավետ կամ փող համաձայնեցված գործողություններ են գնում, որը անհասկանալի է։ Օրինակ ասենք այսօր ես լսեցի Եվրոինտեգրման հանձնաժողովը նախագահ բան այդ կվոտան զիջեցին ուժեղ Հայաստանին։ Ստացվում է մի կողմից իշխանությունները նախկինում օրենք էին ընդունել Եվրոմիության անդամակցության, չէ՞։ Այո։ Մյուս կողմից ուժեղ Հայաստանը հանդես է գալի պրոռուսական, ասենց ասած, տեսանկյունից եւ մյուս կողմից դա բացառված է որ համաձայնեցված չէ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի ասեք պաշտոնը զիջելու ընդդիմությանը։ Դա պետք է իշխանության համար լիներ համար առաջի ինչը դրոշը։ Այո։ Բայց այս դեպքում անհասկանալի է։ Եթե դա արտաքին աշխարհի համար, հատկապես Ռուսաստանի համար, որ իրենք sense կոպիտ ասած պատրաստ են զիջումների կամ ասենք հրաժարվելու այդ գծից, դժվար թե ասենք Մոսկվայում կամ ուժային որևէ կենտրոնում հավատան։ Ուղղակի իրավիճակը ասենք սենց է, հիմա փոխվել է, ընդդիմություն, իշխանություն իրար հետ նստել որոշել են, թե այդ իրավիճակին ինչ adekvat պատասխան տան, որ ըստ էության неадекват պատասխան է տալի։ Երկրորդ մոմենտը, երկրորդ պահը, որ ես կարող եմ շեշտել, դա թրիպի ծրագրի շուրջ ընդդիմության կարծես թե արտակուստ ամեն դեպքում արտակուստ հակասություններն են։
կամ տարբեր մոտեցումներ ավելի ճիշտ ոչ թե հակասությունները։ Ուժեղ Հայաստանը այտենց լուրջ չի քննադատում կամ իր կարծիքը չի հստակեցնում, Հայաստան դաշինքը կարծես թե ամբողջությամբ կամ ինչ որ սկզբունքային հարցերում դեմ սա էլ անհասկանալի։ Եթե մենք խոսում ենք ընդդիմության մասին եւ խոսում ենք թրիպի մասին, եւ նամանավանդ որ նոր շեշտեցի, որ ընդամենը 3 օր 4 օր առաջ այտենց դաշինք է ստեղծվել, ֆինանսական, ռազմաքաղաքական եւ հոգեվոր, որը մի կողմից առաջի հերթին կարող ուղղված լինի Իրանի դեմ, երկրորդ հերթին դա ուղղված կարող լինի Միացյալ Նահանգներ Իսրայել համագործակցության դեմ, որտեղ ըստ էության այդ դաշինքը սյուների գաղափարախոսության հոգևոր մշակութային արժեքային համակարգի վրա ստեղծված դաշինք է, որը արևմտյան արժեքային համակարգի հետ չի կարող համատեղվել։ Այսինքն դա կարելի է ընդունել նաև արևմուտքի դեմ եւ ինչու՞ չէ նաև Ռուսաստանի դեմ։ Այսինքն այս պարագայում ընդդիմությունը, երբ որ մինչև այդ մենք քննարկում էինք, ասենք Իրանի դերակատարումը թրիպիկ հետ կապված չէ, որը սկզբունքորեն դեմ էր։ Հիմա ստացվում է, որ Թուրքիայի մասնակցությամբ ստեղծվել է մի հատ դաշինք, որը նույնպես կարելի է դիտել թրիպի դեմ։ Բայց դա Իրանի դեմ ուղղված է դաշինքը լինելու, արևմուտքի դեմ ուղղված լինելու, թե Ռուսաստանի դեմ ուղղված լինելու, անհասկանալի է։ Եվ ընդդիմությունը այս առիթը չի օգտագործում, որովհետև իշխանության դիրքորոշումը շատ հստակ է, թրիպի, շատ հստակ է։ Եթե այս առիթը չի օգտագործում, որովհետև նենց մեկնաբանի կամ նենց նախաձեռնություններով հանդես կա, որը եթե պետք է ուժեղացնի, եթե պետք է այդ վտանգները չեզոքացնի, ասիկա ստացվում է մի տեսակ անտարբերություն։ Այդ անտարբերությունը կամ ոչ ռացիոնալ օգտագործել ժամանակը։ Պարզ է։ Տեսեք, հիշատակեցիք հոկտեմբերի 27-ը, մենք մոտենում ենք այդ տարեթվին հերթական, ինչպես ասում են, անգամ առիթ է լինելու ավելի խորը մոտենալ, խոսել։ Դուք այդ ոլորտը շատ լավ գիտեք, ձեր ելույթները այդ կապակցությամբ պիտի ասեմ, որ բազմիցս առաջացրել են հատկապես իշխանությունների դժգոհությունները, բայց դուք ձեր տեսակետը ունեք։ Այս անգամ ինչ որ նոր բանի մենք կարող ենք ականատես լինել, ինչ որ նոր բացահայտումներ կարող են լինել եւ վերջապես մարդկանց անունները կտրվեն, ովքեր այս ամենի կազմակերպիչները։ Տեսեք, ես բավականին երկար ժամանակ կարելի ասել մի 6 ամիսա հոկտեմբերի 27-ի հետ կապված որևէ հայտարարություն կամ հարցազրույց չեմ տվել։ Ինչի՞ այդ խնդիրը առաջացավ։ Ես անկեղծ ուզում եմ ներկայացնեմ։ Տեսեք, այն խնդիրները, որը կա հայ-ռուսական հարաբերության մեջ, դա հիմքը դրվել է հոկտեմբերի 27-ով եւ կա հետևանքներ։ Եվ հետևանքները բազմիցս նշել եմ։ Սկսած մարտի 1-ով, ռազմաբազայի շուրջ 15 թվականի սպանդով, Լիտվինենկո, Սկրիպալ, եսիմ եւ այլն։ Թե նախորդ իշխանությունները, թե ներկայիս իշխանությունները, թե նախորդ ընդդիմությունը, թե ներկայիս ընդդիմությունը, ներկայիս ընդդիմության մասին եմ ասում։ Իրական վտանգ կա, որ որևէ քայլ չի կատարվելու հայ-ռուսական հարաբերության մեջ այդ կնճիռը մեջտեղից հանելու այդ ուռուցքը մետաստազների հետ միասին։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ անընդհատ գնացող լարվածություն առաջանում։ Անընդհատ։ Եվ զգալով այդ վտանգը, որ եթե սենց շարունակվի, եւ ներկայիս ընդդիմությունը, որ իշխանությունը շահագրգիռ չի, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի, ես դա բացահայտ ասում եմ, նա շահագրգիռ չի։ Եթե շահագրգիռը որպեսզի բացահայտվեր, դեռևս 2020 թվականին պատերազմից 44 օրվա պատերազմից առաջ այնպես բացահայտումներ կային, որ այդ բացահայտումները ընդཐུպ միջև կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ կարող է եւ կանխել 44 օրվա պատերազմ։ Ընդཐուպ։ Հիմա նախաքննական գաղտնիք կա։ Ես
թույլ տվեք այդ ճակերտները չբացեմ, բայց ես սա ներկայացնում եմ որպես հաղորդում հանցագործության մասին, որ այո, մինչև 44 օրվա պատերազմը, երբ որ գործը քննվում էր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, կային արդեն այնց բացահայտումներ, որը նախ առաջինը հետագա ներքաղաքական լարվածության սրացումների չէր տանի երկիրը ցնցումների մեջ մտցներ, առավել եւս 44 օրվա պատերազմի հետ կապված հատկապես հայ-ռուսական ուղղությամբ, իրանական ուղղությամբ այդ սրացումները չէի դնի։ Եվ ստեղ ինչու՞մն է հարցը, պարոն Ռուշյան, ես դες արեք գիտեք ոնց այդ սովորական մարդկային բառերով ասեմ, որ հասկանալի լինի, որովհետև միշտ ինքը ունի հոկտեմբերի 27-ը լուրջ բաղադրիչներ, ասենք ռազմաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական, սովորական պատվիրատու, կազմակերպիչ, հանցակից, սովորական մարդու համար մի քիչ դժվար է։ Ինչու՞մն է հարցը։ Հոկտեմբերի 27-ի այդ ահաբեկչությունից հետո, պետության դեմ կազմակերպված ահաբեկչությունից հետո, երկու բան կա, որը մեր պետությունը չի ընդունում։ Եվ թե նախկին իշխանությունը, թե ներկայիս իշխանությունը, որ դա ահաբեկչությունը կատարվեց պետության դեմ, որը եթե նման մոտեցումը լիներ բացառված էր, որ քննչական իրավապահ համակարգում այն կեղծիքները կատարվեին, որը 25 տարի կատարվում ու կոծկվում էին։ Երկրորդը կա մի հատ պարզ ճշմարտություն։ Երբ որ այդ ժամանակվա վարչապետ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ամսի 29-ին ժամանեց Հայաստան, բոլորս էլ հիշում ենք Ռիժկովի հետ միասին, Չիլիգարովի հետ միասին, այդ ժամանակ հայտարարեց, որ հատուկ սպանվել են պրոռուսական կողմորոշում ունեցող քաղաքական ուժի ղեկավարներ եւ անձիկ։ Այդ պահից սկսած Հայաստանը ներաքաշվե հակառակը ապացուցելու գործողությունների մեջ։ Ամբողջ գաղտնիքը սա է։ Պարզ է։ Եվ հիմա, երբ որ մենք հոկտեմբերի 27-ից հետո արդեն ունենք մի հատ իրավիճակ, երբ որ թրիփը ստորագրվել է, արեքսենց պարզ ասենք, 25-26 տարի, սկսած Անդրանիկ Քոչարյանից, վերջացրած Արամ Սարգսյանով, Վազգեն Սարգսյանի հարազատ եղբորով, ասում էին, որ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառը եղել է մեղրու տարբերակը, չէ՞։ Անընդհատ մեղրու տարբերակ է։ Հիմա թրիփը ստորագրվել է։ Ներողություն, այդ որ ստորագրվել է, այդ մեղրու տարբերակը չի ստորագրվել։ Մեղրու տարբերակն է, չէ՞ ստորագրվել։ Այո, իրագործել են։ Հա, եթե դուք իրագործել են, այսինքն այն շահագրգիռ կողմը կամ աշխարհաքաղաքական կենտրոնը կամ երրորդ կողմը, որը ընդունենք թե Միացյալ Նահանգների միջոցով, թե Ռուսաստանի միջոցով, իշա Իրան պետքա այդ ստորագրվել է։ Դուք այդ ստորագրելուց հետո երբևիցե մեղրու տարբերակի մասին բան լսած կա, որովհետեւ մեկը բան կա լսած։ Ինչի չեն ասում, որովհետև հենց ասեցին, որ էլի նորից ասեցին մեղրու տարբերակը, այսպես ինպես կամ ինձանից շատ ավելի խելոք մարդիկ կասեն, իրականում հենա ստորագրվել է, բախի չեք ասում, ովքեր է պատվիրատուները։ Եվ այստեղ առաջանալու է իմ կարծիքով առաջանալու է մոտ ժամանակներս, միգուցե նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին, որտեղ ճակատագրի բերումով հոկտեմբերի 27-ին, այս թվականի հոկտեմբերի 27-ում Իսրայելում ընտրություններ են։ Հոկտեմբերի 27-ին։ Պատահականությամբ։ Բայց մի շատ անկեղծ բաներ եմ ուզում ձեր հետ կիսվեմ եւ մեր հեռուստադիտողների հետ միասին, մեր հետևորդների հետ միասին, տեսեք ինչ է ստացվում։ Այս վերջի դեպքերը կակրաս կապված Հովիկ Աբրամյանի ընտանիքի հետ։ Թողնենք մի կողմի վրա, ասենք, թե ձերբակալությունը ոնց է կատարվել, ասենք անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները, դրա համար կան պատկան մարմիններ, այդ պատկան մարմինները իրանց գնահատականը որքան էլ զարմանալի է տվել են եւ բացական են տվել։ Եթե վերցնենք այսօրվա իշխանություններին, դա ձեր չէ, դա չէ, որ ասենք նման այտենց գործողություններ բերեր նեգատիվ վերաբերմունք իշխանությունների նկատմամբ։ Տեսեք ինչ ծավալի գործողություն է կատարվել եւ այնքան քննչական կոմիտեի կողմից այնց տեղեկություն է դրվել շրջանառության մեջ, որ նույնիսկ իշխանական
ուժեր ներկայացնող կառույցները կամ իշխանության ենթակա կառույցների կողմից դատապարտվում է։ Սա ձեզ մեզ չի հուշում նրա մասին, որ կա մի երրորդ կողմ, որը երկրում փորձում է նոր հակասություններ մտցնի։ Միանշանակ։ Ես մի հատ համեմատություն ասեմ։ Օրինակ 16 թվականին, ինչին ես ականատես եմ եղել, ինչ որ չափով նաև ներքաշված եմ եղել։ Հովիկ Աբրամյանի հրաժարականի հետ կապված պատմությունը։ Շատերը չգիտեն, որ Հովիկ Աբրամյանի շատերը գիտեն, որ Հովիկ Աբրամյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը վարչապետ դառավ։ Բայց շատերը չգիտեն, թե Կարեն Կարապետյանը իր թիմով ինչ գործողություններ արեց, որովհետեւ Հովիկ Աբրամյանը հրաժարական տա եւ վարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը։ Այ եթե այս երկու բանը համեմատում ես եւ դու լավ գիտես 16 թվականի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է խոսքը, որ այսօր կարելի է ասելի եւ Սամվել Կարապետյանն է եւ ասենք Մոսկվայի այն հայ գործարարների միությունն է, որի մեջ է Կամո Ավակումյանը, Գենադի Ստեփանյանը եւ այլ անձիկ։ Փաստորեն 16 թվականին այն գործողությունները, որը կատարվեցին եւ ինչի մեջ ներքաշվեց Հովիկ Աբրամյանը, հիմք հանդիսացավ, որովհետեւ Կարեն Կարապետյանը նշանակվի վարչապետ։ Հիմա նայում ես, այնց մի հատ իրավիճակ ստեղծվի Հովիկ Աբրամյանի ընտանիքի շուրջ եւ իր այդ փոխկապված անձանց, որ կարծես թե ձեռնատու է երրորդ կողմին։ Ես նկատի չունեմ քրեական գործով ձեռք բերված, ասենք, ապացույցները։ Ես նկատի ունեմ այն տեղեկությունները, որը ցանկացած իշխանության համար ձեռ չէր տա, որ անձնական, չէ, բնույթի տեղեկություններ դրվեր շրջանառության մեջ։ Եթե ձեռ տար, հենա կար Կուտոյանի ինքնասպանությունը։ Անմիջապես, ասենք, Կուտոյանի ինքնասպանությունից հետո շրջանառության մեջ դրեցին, որ անձնական բնույթի տեղեկություններ կա, որը անթույլատրելի է եւ իրանք բան չեն անում, չեն հրապարակում։ Բա Հովիկ Աբրամյանի դեպքում այդ շահագրգիռ կողմը ով էր, որ դրվեց շրջանառության մեջ, որ նույնիսկ իշխանական թիմում եւ իշխանության ենթակայության կառույցների կամ շահերը սպասարկող կառույցների կողմից արժանացավ քննադատության։ Իմ կարծիքով սա շատ վտանգավոր բան է։ Մի բանա, ասես կոպիտ ասած, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելը, մի բանա, որպեսզի երկիրը մաքրվի, ասենք, կրիմինալից, մի բանա, որ, ասենք, ընդունենք քննչական կոմիտեի կողմից միջոցով այնպես գործողություն է կատարվում, որը կարող է շատ լուրջ ներքաղաքական հակասությունների, ոչ թե իրավական դաշտում խնդիրները լուծելու, այլ ներքաղաքական շատ լուրջ հակասությունների եւ անկանխատեսելի ընթացքի մասին դրնի, մասնավորապես իմ ասած 16 թվականի, ասենք, այդ ժամանակ ռեալ կոնկրետ դա Կարեն Կարապետյանի թիմն էր։ Հիմա որ թիմն է։ Պարոն Սահակյան, քանի որ մեր ժամանակը շատ աննկատ անցնում է, ես ուզում եմ, որ դուք այ խնդրի ընդհանուր պլանով մեր տաղավարը ցույց տամ։ Այ Արարատ Սարի փեշերին նստած, որպեսզի որոշ կան հերոստատորներ անդադ գրում են, ինչի եք ձեր տաղավարից հեռացել Արարատը։ Դուք տեսել եք մի վարքյան Արարատը առանց մեր տաղավար։ Լսեք, ես չգիտեմ, դուք կամ դալտոնիկ եք, կամ տեսողության հետ խնդիր ունեք, ուշադիր եք։ Լավ է, որ իհարկե ուշադիր եք, բայց չգիտեմ ինչու նկատում եք Արարատ։ Այ ես կուզենայի Արարատի փեշի տակ նստած դուք ասեք այս իրավիճակից ինչ ելքեր կան, իսկ վերջապես որ երկիրը, ինչպես ասում են, շողուլի գա։ Բարոյ ջան, դուք շատ հետաքրքիր հարց եք տալի եւ շատ ակտուալ հարց եք տալի, որովհետեւ իմ կարծիքը նա է, որ 30 տարի եւ ավել մենք ունենալով ռեալ հնարավորություն եւ առանձնահատկություն մենք երկրագնդի վրա հազվագյուտ ազգ ենք, որ ունի հետևյալ ռեալ հնարավորությունները կամ առանձնահատկությունները։ Մենք ունենք փոքր տարածք, մենք ունենք բնական հանքային ռեսուրսների բացակայություն, ես նկատի ունեմ նավթ, գազ, համաշխարհային շուկայի, մենք ունենք պատմականորեն ձևավորված սպիուրք, մենք ունենք մուսուլմանական երկրների կողմից շրջապատման վտանգ եւ կրոն։ Այդ հենասյուների վրա, ասենց ասենք, հենասյուների վրա մենք վաղուց պետք է կառուցած լինենք
մեր ներքին թե արտաքին քաղաքականության մեր իսկ ճակատագրով տրված, կարելի ասել ճակատագրով տրված ուղղությունները, որը մենք չենք արել։ Բացի նրանից, որ մենք չենք արել, մենք կարողացել ենք, շագերտավոր կարողացել ենք Ղարաբաղի առաջի պատերազմի հաղթանակը, ասես կարելի ասել, զերոյացրեցինք։ Մեր տնտեսական առավելությունները տարածաշրջանում Ադրբեջանի, Թուրքիա, Վրաստանի նկատմամբ հետընթաց ապրեցինք։ Տնտեսական կապիտալիզացիայի խնդիրը չկարողացանք լուծեինք։ Եթե կարճ պատասխանեմ, այն հին համակարգը միաբևեռ կառավարման աշխարհի համակարգի մեջ մենք ամբողջը կորցրեցինք եւ կա այսօր ռեալ նոր հնարավորություն բազմաբևեռ համակարգում թե տնտեսական, թե քաղաքական մեր երեք հենասյուների, դա մակրոտնտեսական աճնա, սոցիալ բնապահպանական խնդիրներն են եւ քաղաքական համակարգն է ունենալ մերը ոչ թե ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի համար կամ ընդունենք Միացյալ Նահանգների համար կամ իրաց դեմ կամ Ռուսաստանի համար Ռուսաստանի դեմ, այլ մերը եւ այդ մերով մենք կարողանանք ինտեգրվենք այն միավորմանը, որը իմ տեսակետը եղել է ու մնում է դա Եվրասիական միությունն է, որովհետեւ մենք կարողանանք ապահովենք տարածաշրջանում այս գլոբալ փոփոխությունները, որը նույնիսկ մարդկային երևակայության մեջ չէր կարա տեղավորվեր, որ երբևիցե տարածաշրջանում կստեղծվի նենց իրավիճակ, որ Թուրքիան ու Իսրայելը կդառնան կոպիտ ասած կարելի ասել ճշնամիներ։ Երկրորդը, որ Թուրքիայի մասնակցությամբ կստեղծվի սյունական աշխարհի ռազմաքաղաքական տենց բլոկ, որը կարող լինի եւ Ռուսաստանի դեմ, եւ Արևմուտքի դեմ, եւ Իրանի դեմ։ Եվ երրորդը դա վերջին հաշվով աշխարհը եւ գլոբալ անվտանգությունը չի կարող մենակ կառուցվի ուժի վրա։ Հիմա ի՞նչ է։ Ստացվում է, որ ով ուժեղ է, չէ, ուժ ունի, նա էլ ճիշտ է։ Բայց սա երկար չի կարող շարունակվի։ Գալու է մի պահ եւ այդ պահը հեռու չի, որ գլոբալ անվտանգության խնդիրները իմիջիալոց ասեմ, որ այս երեակը, որ դաշինքը ստեղծվել է, կարելի ասել ավելի շատ դա չինական պրոյեկտ կարելի է դիտել, ստացվում է, որ Չինաստանը այսօր մերձավոր արևելքում, էլ չեմ ասում դասական մերձավոր արևելքում, ունի այնպես մի հատ արդեն ձևավորված ռազմաքաղաքական բլոկ, որը հնարավորություն կտա Չինաստանին իր զարգացող տնտեսությունը էլ ավելի զարգացնել, չեմ ասում ճանապարհների կոմունիկացիաների ենթակառուցվածքների շահագործման։ Պատասխանը մեկն է։ Քանի մենք մերը չունենք, չենք ստեղծել եւ ես ասացի ինչ առանձնահատկությունների եւ ինչ խնդիրների լուծելու եւ ռեալ կոնկրետ Եվրասիական միության հետ մեր ինտեգրման process-ը չենք ադապտացրել կամ ներդաշնակեցրել, մենք ունենալու ենք եւ խորացող խնդիրներ եւ ցավոք սրտի զերծ չենք կարող մնալ հետագա կորուստներից։ Երբ Պավլոս Սահակյան, շնորհակալ եմ, որ եկաք, մենք առաջիկայում անպայման ձեզ հետ կհանդիպենք, հավանաբար հոկտեմբերի 27-ի նախորդին, որովհետև այդ թեման շատ կարևոր է եւ լավ իմ գիտակցելով, որ դուք այդ ոլորտը քաչ ուսումնասիրել եք, գիտեք յուրաքանչյուր մանրուք, իսկ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ, պարոն։ Լավ եղեք։ Սիրելի բարեկամներ, քաղաքագետ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երկրորդ գումարման նստաշրջանի պատգամավոր Տարոն Սահակյանն էր այսօր Փակ TV տաղավարում։ Ցտեսություն։